Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Իսրայելից պարոն Արտем Չեռնոմորյանը, ժամանակ կտանք, հրավիրեցինք նրան մեր եթեր, որպիսի առաջին ձեռքից տեղեկանանք, թե ինչ է տեղի ունենում հիմա Իսրայելում։ Գիտեք, հիմա հրադադար է հաստատվել Իսրայելի եւ տերորիստական շարժում Համասի միջև, մանրամասները կիմանա պարոն Արտем Չեռնոմորյանը, բավականին մեծ կարևոր դերակատարություն է ունեցել այս ամենի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մնացածի մասին իմանանք արդեն Արտем Չեռնոմորյանից, քանի որ ինքը ավելի մանրամասն տեղյակ է, թե ինչ է կատարվում։ Կրկին բարև ձեզ, պարոն Չեռնոմորյան, Ողջույն, շնորհակալություն շատ հրավերքի համար եւ բավական երկար ժամանակ չենք զրուցել։ այո, Էմ, Մեր մոտ իհարկե հենց լուրը, որ գիշերը ժամը 3-ին հրապարակումը եղավ 2 օր առաջ, մեր մոտ, այսինքն 3 լուսադեմին, հա, մեր մոտ, ասենք, Իսրայելում մեծ ցնծությամբ ընդունեցին, հատկապես այն մարդիկ, որոնց երեխաները գտնվում են, ասենք, գերության մեջ արդեն 2 տարի, 2 տարին լրացավ։ 48 մարդ կա գերության մեջ այս պահին, որից ընդամենը 20 կենթանի մարդու մասն է խոսքը։ Համասը փորձում էր ընթացքում նորից իր կեղտոտ խաղերը խաղալ, թե մարդկանց դիագների տեղը չգիտի, ժամանակ է պետք, որ այդ դիագների տեղերը հայտնաբերեն, հրեաներին ասեն այդ տեղերը եւ այն եւ այն։ Անդադ այս բանակցությունների ընթացքում փորձում էին տարբեր ուրեմն կերպով խոչընդոտել, բայց համենայն դեպս այսօր կեսօրին այս պահին ռազմական գործողությունները դադարեցված են, Իսրայելը ըստ նախնական պայմանավորվածության որոշակիորեն հետ է քաշել իր բրիգադաները Գազայի գոտուց, այնպես չէ որ դուրս է եկել Գազայի գոտուց, զորքերը ընդամենը այնտեղ կանգնած մնում են, ուղղակի հետ են քաշվել իրանց ելման դիրքերը նախնական ուրեմն օպերացիայից առաջ։ Եվ ամենակարևորն այստեղ այս բանակցությունների մեջ, գիտեք, ինչն է Թուրքիայի ներկայությունը, ասենք անդրկուլիսյան բանակցությունների ժամանակ Թուրքիան իբր վկայակոչելով Համասի պահանջները ուզում է զորք բերել իբր միջազգային որպես գարանտ կանգնի այս խաղաղությանը, որին կտրականապես դեմ է Իսրայելը։ Պատկերացրեք 300 տարի Իսրայելում այս տարածաշրջանում իշխեցին մարդիկ ինչ տեսան Թուրքիայից, որ հիմա նորից թողնեն, որ Էրդողան իր բանակով ներկա գտնվի Գազայի գոտում։ Պատկերացնում եք, սա այո, ինչպիսի խայտարակություն կարող է լինել հрьяաների այո, համար, նամանավան որ այս պահին ողերիմ թշնամիներ են համարվում, անկեղծ ասած արդեն մեկը մյուսին համարում։ Հիշեք վերջին Էրդողանի հայտարարությունները։ Հիմա կետերի մասին, երկու տասնյակ կետերի մասին է, կան հերոստատեսությունը հրապարակել է առաջին էջը այս գլխավոր համաձայնությունները առաջին փուլով Դոնալդ Թրամփը պետք է գա եւ հայտարարի սրա մասին, երկրորդ փուլով արդեն հայելային ռազմական գործողությունների ավարտն էր, երրորդ փուլով արդեն պետք է ազատվեն եւ իսրայելցիները պետք է ազատեն իրենց բանտերում բանտարկված պաղեստինցիներին, կոնկրետ թե քանի հոգի են ազատելու, ում են ազատելու, այս պահին մենք տեղյակ չենք, բանակցությունները դեռևս շարունակվում են սրա հետ կապված, մի շարք անպագորգոր անուններ էին մատնանշվում, հատկապես Մարուան Բարգուտին, որը ասենք, որին եթե ազատ արձակեն, բավականին մեծ շանսեր ունի Ֆաթխի կողմից դառնալու Մահմուդ Աբասի փոխարեն Պաղեստինի ապագա նախագահը։ Այսինքն, եթե այո, նորաստեղծ պետությունն էլ ճանաչվի, այս ահաբեկիչը, որը դատապարտված է տասնյակ ցմահ ուրեմն ազատազրկման, իր կյանքից բացի տասնյակ, այսինքն Իսրայելում ոնց են սա անում, մարդ, որ սպանում են ահաբեկչությունով, սա մեկ ցմահ բանտարկություն է։ Եթե 10 հոգի է սպանել, ուրեմն 10 ցմահ բանտարկություն է, իսկ եթե ասենք 50-60, ուրեմն ցմահ բանտարկություն են սրանց տալ, կյանքից իր կյանք բացի, տևողությունից բացի, եւ որքանը որ տեղյակ ենք, Իսրայելը չի համաձայնվել այս Բարգուտին ազատ արձակելու, որովհետեւ նոր հակամարտություն կարող է արդեն այս դեպքում առաջացնել հենց Պաղեստին ինքնավար մարզում Մահմուդ Աբասի եւ այս բայց Ֆաթխից միգուցե անջատված Իսրայելին ռազմական ձեռնտու թևի լինի դա, ղեկավարի միջև, որը կարող է իրոք եւ ձեռնտու Պաղեստինյան լինի ժողովրդին Իսրայելին, չեմ կարծում, որ չէ, Իսրայելը երբևէ Իսրայելին ցերնտու չի արյունոտ ձեռքերով ահաբեկիչներին բաց թողնել, որովհետև բաց թողնելուց հետո այնպես չէ, որ Իսրայելը դատարում է նրանց հետևել եւ առիթը չի բաց թողնելու, դրանց այնուհետև կամ վերացնելու, նորից բանտերում փակելու։ Խնդրեմ։
Ինչ կետեր կան այդ Է, բանակցված պայմանավորվածությունների մեջ խաղաղության ինչ որ շուրջ պայմանագիր չի կարելի չէ սա համարել, ինչ Ոչ, է սա ինքը պայմանագիր չի կարելի պայմանավորվածություններ են համարել, սա խաղաղության շուրջ։ այո, երկուս տեքստ ստորագրել են եւ Համաս եւ Իսրայելի դելեգացիան Եգիպտոսում Կահիրեում, ընդ որում այս անգամ զարմանալի էր, որ ամերիկյան կողմ, այսպես ինչպես նշեցի, ներառել էր թուրքերին։ Պայմանագրի երրորդ կետը ամենակարևոր կետերից մեկն է նաեւ իր ենթակետերով անհապաղ հումանիտար օգնության հասցնելը Գազայի բոլոր շրջաններ, այսինքն այնտեղ որտեղ նաեւ գտնվում են իսրայելյան զորքերը, այնտեղ որտեղ Համասի հսկողությունը միջազգային ուրեմն ուրեմն երաշխիքների ներքո, թե հիմա ով է, որ երկիրն է միջազգային երաշխիք տալու, ով է լինելու գարանտը այս փխրուն խաղաղության, իդեպ այսօր առավոտյան մեկ հրեա զինվոր էր զոհվել, ասենք արաբ ուրեմն տիպուկահարի կրակոցից, այսինքն հենց այսօր էլ առավոտ տերևը զինվորներ զոհվում էին երկուստեղ եւ արաբների կողմից եւ հրեաների կողմից, ինքն մինչև սովորաբար արաբները այդ տակտիկան են ընտրում մինչև վերջին պահը, նույնն էլ Իսրայելը մինչև իրար չխփեն, իրար չսպանեն, չեն հանգստանում վերջին պահին, ով ինչ չլուծված խնդիր ունի մինչև զինադատարը կնքելը, Այո, մինչև զինադատար կնքելը փորձում են մեկը մյուսին մաքսիմալ վնաս տալ։ Այ կետերը շատ են, ասենք ուղղակի ժամանակի ձեր առումով հնարավոր չէ դրանք ամբողջը թվարկել, ես հիմնական 3-ը թվարկեցի։ Թրամփը նաև ասում է մենք կվերակառուցենք Գազան, այսինքն հրաժարվում է այն նախկին մտքից, որ պետք է ժողովրդին լրիվ տեղահան անել, եւ ինչ է ստացվում Գազան կրկին ինքնավար է մնում այդ Այս կետերի պահին ոչ, համար։ որովհետև ստեղծվելու է Իսրայելի ղեկավարությամբ, Իսրայելի հսկողության տակ միջազգային կառավարություն, թե ովքեր են լինելու, ինչ կազմով, որ պետություններն են, ու Կատարը, Եգիպտոսը միշտ փորձել են հեգեմոն տեղ խաղալ այս հակամարտության մեջ որպես միջնորդներ, ընդ որում Սաուդների, Կատարի եւ Եգիպտոսի միջև էլ միշտ էլ մրցակցություն եղել է, իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, բավականին լայն այս անգամ ընդգրկվեց բանակցությունների մեջ եւ փորձում է միշտ իր շահերը Թուրքիան տարածաշրջանում պաշտպանել ի հակակշիռ Իսրայելի եւ այս միջազգային կոալիցիան ինչ զորքեր է բերելու, ով է զինված ձևով, ասենք գարան կանգնելու, ով է ստիպելու Համասին զենքը վայր տնելու, անկեղծ ասած իմ համար բազմաթիվ հարցեր են, որոնց պատասխանը մենք այս պահին չունենք, եզրակացություններ անել հնարավոր չէ, որովհետև չգիտես թե Տրամպի գլխին ինչ գլխի մեջ ինչ ծրագրեր կան, ինչ են որոշել Նատանյահուի հետ ինչ են քննարկել։ Տրամպը խոստացել է հաջորդ կիրակի գալ Մերձավոր Արևելք, գալ Իսրայել եւ Նատանյահուն նրան հրավիրել է Իսրայելի քնեսետում ելույթ ունենալու համար։ Այժմ Տրամպը փաստացի տեսեք փաստորեն ուզում էին արաբաթափ անեին Գազայի գոտին, Թրամպը իր ուրեմն վարչակազմով, որքանով որ փորձեցին տարբեր արաբական երկրների հետ, նույնիսկ Ինդոնեզիայի հետ կապ հաստատել, արաբներին մաքսիմալ արտաքսել, հանել երկրից տեղափոխել, սա չհաջողվեց, մարդիկ մնացին իրենց տներում, բայց էվակուացվել են, ասենք Գազայի հետ ռազմական գործողություններ իրականացվող վայրերից տեղափոխվել են ավելի անվտանգ Իսրայելի կողմից կառավարվող շրջանը, իհարկե չակերտավոր անվտանգ, որովհետև անվտանգ տարածք Գազայի գոտում այս պահին էլ չկա, նույնիսկ զինադատարի ժամանակ եւ սա է իրականությունը, բազմաթիվ հարցականներ, բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ բազմաթիվ բարդ խնդիրներ, որոնք կախված են այս կամ այն կողմի քմահաճույքից։ Պարոն Չեռնոմորյան, Թրամփը նաև խոսում էր Իրանից, Իրանի դերակատարության մասին։ Դուք ինչ գիտեք, Իրանը Բավականին ներգրավված եղել է նորից այս բանակցությունների մեջ։ վիճակը բանակցությունների մեջ ես Իրանի պահը անկեղծ ասած չեմ տեսել, բայց բանակցություններից զատ ընդհանրապես խոսվում է Իրանի Ինչ մասին։ որ դիրքորոշում է ունեցել կարևոր Իրանը, որը որ հաշվի է առել նաև Համասը։ Դե Իրանի դիրքորոշումը պարզ է, միշտ էլ կողմ է, որ աստեղ ամենակարևոր պատերազմը շարունակելու դոկտրինայնով էր կողմ Ռուսաստանը, Չինաստանը ու Իրանը։ Երեք այս պետությունները։ Նրանցից բացի, անկեղծ ասած, ու Համասն իհարկե, որոնք ուզում են մաքսիմում պոկեն այս հակամարտությունից Իսրայելից։ Արդյունքը ինչ եղավ։
60,000-ից ավելի զոհ Պաղեստինում, ասենք առաջին օրը 1200 զոհ տվեցին, դրանից բացի ընդհանուր 900 զինվոր է սպանվել այս պատերազմի ժամանակ, ոչ միայն Համասի, այլև Հեզբոլլահի, Իրանի, կրոնից եւ քաղաքացիական եւ հասարակ ժողովուրդը։ Այսինքն Իսրայելի զոհերը շատ չեն, 3000-ը չեն հասնում։ Պաղեստինը, ասենք իհարկե Գազայի գոտին մոտ 60,000-ից ավել թվեր են ասում, տարբեր թվերն ես չեմ կարող վկայակոչել ոչ մեկի, ոչ մյուսին, ու մոտավորապես ասենք միջազգային, ասենք թվերով մոտ 60,000-ի կարգի մարդ է սպանվել, եւ ըստ իսրայելյան բանակի հաղորդման նրանց զգալի մասը 80%-ից ավելին, ասենք, ահաբեկիչներ են, Համասի կրոայիններ են։ Մնացածը պարզ է, պատերազմ է, երեխաներ են զոհվել, ծերեր են զոհվել, երիտասարդ ընտանիքներ են զոհվել, մարդիկ են զոհվել։ Պատերազմը երջանկություն ու չգիտեմ ինչ չէ, որ ասենք պատերազմը մարդկանց ուրախություն բերի։ Միայն տառապանք, տանջանք, ծանր վիճակ, հիմա էլ Գազայի գոտում վիճակը ճիշտ է, հումանիտար օգնությունը մտնում է, բայց ոչ բոլոր տեղերն է հասնում, ոչ բոլոր տեղերը համաչափ է հասնում, սա էլ խնդրի մյուս կողմն է։ Ինչ վերաբերում է Իրանին, ես Իրանի հետ կապված մեկ կարևոր ուրեմն ինֆորմացիա ձեզ ասեմ, ինձ թվում է, որ Իրանը նախապատրաստվում է Իսրայելի հետ երկրորդ խոշոր բախմանը, որովհետև Ռուսաստանը սուեր է փոխանցել Իրանին, որքան որ Իսրայելում խոսում են, նաև Իրանը ձեռք է բերել շատ արագ կարգով Չինաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի մոտալուտ հնարավոր Իրանի Իսրայելի հարձակման ժամանակ դրանք փորձարկի նաև իր օդը պաշտպանելու հետ կապված։ Իսրայելն էլ ուզում է Հետաքրքիր իր ներդրում։ Իսրայելը ուզում է իր հաշիվները արագ կարգով Գազայում լուծել, Լիբանան-Սիրիա հարցերը փակեն, Լիբանան-Սիրիա, ասենք Իրաքի հետ միլիցիան այլևս չի կրակում։ Մնացել են փաստացի այսօր սեղանի վրա հութիների հարցը ու Իրանի հարցը։ Հութիները սնվում են Իրանից, զենք են ստանում Իրանից, հրթիռներ են ստանում Իրանից, այսինքն Հիդրայի գլուխն են ուզում նույնիսկ կտրել, այս անգամ ուզում են այդ Հիդրայի գլուխը վզից կտրել, արմատապես կտրել, որ այն նորից աճելու, ծլելու հնարավորություն չունենա, ասել կուզի փորձելու են, եթե լինի հզոր պատերազմ, այսինքն հրթիռային հարվածներ մեկը մյուսի վրա, այս անգամ նաև ավելի լայն ընդգրկում կունենան, նաև իմ կարծիքով, թե Իրանը միշտ թիրախավորել է հասարակ բնակչությանը, մուսուլմանների, սա սովորական ծեռագիրն է, այնպես չէ Ռուսաստանի, ռուսների, հա, սովորական ծերագին է հասարակ քաղաքացիներին թիրախավորելը եւ Իրանը երբեք չի խորշել սա անել։ Տեսեք ինքը ինչպես է իր ժողովրդի նկատմամբ վարվում, որ մենք Իրանից ինչ որ լոյալ պատերազմի ժամանակ թիրախներ պահանջենք, հասկանում եք։ Եվ իմ կարծիքով լինելու է հաջորդ հակամարտություն Իրանի հետ, այս անգամ ավելի լուրջ, այս անգամ ավելի հզոր եւ օրակարգում լինելու է Իրանի իշխանափոխությունը, այաթոլլաների ռեժիմի փոփոխությունը։ Սա Պարոն օրակարգային Չերնոմորյան, կարևոր։ քանի որ դուք ձեր հստակ արդեն դիրքորոշումն եք հայտնում, ես ավելի մանրամասն կուզենայի, որ դե բնականաբար ոչ շատ երկար, բայց ամեն դեպքում համեմատաբար մանրամասն։ Հիմա ինչ կլինի Գազայում ըստ ձեզ, եւ հետո եթե այդ բախումը լինի Իրանի հետ, մոտավորապես դա երբ կարող է տեղի ունենա եւ ինչպես։ Իսրայելում շատ այսպես իրենց մեծ վերլուծաբաններ կարծող շատ վերլուծաբաններ արդեն իրենց ասելով սեպտեմբերին մենք պետք է արդեն Իրանի հետ հարցը լուծած լինենք, բայց ես այս տեսակետին չեմ։ Կան որոշակի ազդակներ, որոնք հստակ ազդակները վերլուծելով, վերջին անգամ մենք որ միասին խոսեցինք երկրորդ տարբերությամբ կանխագուշակեցի Իրանի հարձակումը, ասենք Իսրայելի հարձակումը Իսրայելի վրա երկու օրով սխալվեցի։ Այս անգամ չեմ կարծում, որ սեպտեմբերն իհարկե հնարավոր չէր, հոկտեմբեր Իսրայելում տոներ են, Նետանյահուի կառավարությունը հիմնականում փորձում է անցկացնել տոները, գումար կուտակել, ռազմական օգնություն ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հետո կատարել լուրջ ռազմական գործողություն։ Հիմա այս հրադադարը նրանց պետք էր զորքերին հանգստացնելու, ասենք մարդկանց տուն ուղարկելու գոնե հանգստանալու, որտեղ կան մարդիկ, որ 2 տարի արդեն կռվում են։ Խոսքս պահեստազորիների մասին է, պահեստազորի մասին է, եւ սրանից հետո պետք է նախապատրաստեն մի քանի միլիարդ էլ պետք է առանձին կողքի տնեն, որ ասենք Իրանի հնարավոր հարձակումը ֆինանսապես կարողանան ծածկել ծախսերը։
այս վերջին հարձակման ժամանակ 12 միլիարդ շեկել գումար էին կողքի դրել, հնարավոր Իրանի պատճառած վնասները, փլուզված շենքերը, մարդկանց կորուստները փոխհատուցելու, մարդկանց փոխհատուցելու հետ կապված։ Հիմա խոսում են նորից հոկտեմբեր ամսվա համար, որ հոկտեմբերի վերջ տոներից հետո հնարավոր է լինի այս հարձակում։ Համենայն դեպս Իսրայելը իմ կարծիքով դեռևս այնքան զենք ու զինամթերք, հատկապես հակաօդային պաշտպանության հրթիռներ դեռ չի արտադրել եւ չունի իր արսենալում, ասենք, դիմագրավելու եւ Հութիների միաժամանակ եւ Իրանի հարձակումներին։ Դրա համար մի փոքր նաեւ ժամանակ է պետք, մոտ 2-3 ամիս պետք է, որ գոնե առնվազն այդ հրթիռային Այսինքն արսենալը համալրվի։ հաջորդ տարի մոտավորապես։ Իսևն է Նոր հաջորդ տարի, կամ այս տարվա վերջ, կամ հաջորդ տարի, բայց հասկանում եք, իրադարձությունները կարող են կտրուկ զարգանալ, որտեվ արագ փոխել, հա։ ինչպես գիտեք, այո, Դոնալդ Տրամփը նորից վերջնաժամկետ է տվել, անցյալ անգամ վերջնաժամկետի հենց օրը Իսրայելը հարվածեց։ Այս անգամ թե կկանգնեն թիկունք Տրամփի խոսքերին, կհարցակվեն, որտեղ վերջնաժամկետ իմ կարծիքով արդեն այս հոկտեմբերի վերջ դրանալու է, եթե չեմ սխալվում։ Շատ Այս շնորհակալ եմ, այ պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ Հաջորդ շնորհակալ։ Հաջորդ անգամ ունենք թեմաներ կովերի պարտեզի հետ կապված եւ Իրանի հետ կապված, Թուրքիայի հետ կապված, հուսով եմ ավելի ժամանակ կունենանք մանրամասն խոսել։ Սիրով, սիրով, հենց ժամանակ եղավ, մենք կրկին կկապնվենք ձեզ հետ եւ կանդրադառնանք արդեն այդ հարցերին։ Հաջողություն, պարոն Լավ, Չեռնոմորյան։ Շնորհակալ եմ։ շնորհակալություն։